Գիրք ելից, գլուխ 38, ողջակեզի զոհասեղանը, պղնձե ավազանը։ Եվ շինեց ողջակեզի զոհասեղանը սատիմի փայտից, նրա երկարությունը 5 կանգուն, և նրա լայնությունը 5 կանգուն, քառակուսի, և նրա բարձրությունը 3 կանգուն։ Նրա եղջյուրները նրա 4 անկյուններին շինեց, նրա եղջյուրներն իրենից էին, և պղնձով պատեց այն։ Եվ զոհասեղանի բոլոր պարագաները, այսինքն ամանները, թիակները, տաշտերը, մսահանները և կրակամանները շինեց, նրա բոլոր պարագաները պղնձից շինեց։ Եվ սեղանի համար նրա շրջանակի տակ մի ցանցակերպ կասկարա շինեց պղնձից, ներքևից մինչև նրա կեսը, և այն պղնձե կասկարայի 4 անկյուններին 4 օղակներ ձուլեց ձողերի տեղեր լինելու համար, և շինեց ձողերը սատիմի փայտից, և պղնձով պատեց դրանք, և ձողերը սեղանի մոտ եղած օղակներին անցկացրեց, որ այն դրանցով կրվի, սնամեշ տախտակներից շինեց այն։ Եվ պղնձե ավազանը և նրա պղնձյա պատվանդանը շինեց ժողովքի խորանի դռանը խմբերով հավաքվող կանանց հայելիներից։ Եվ բակը շինեց հարավային կողմի համար դեպի հարավ բակի առագաստները մանած նրբահյուս քաթանից 100 կանգուն, դրանց սյուները 20, և դրանց պղնձե խարիսխները 20, սյուների ճարմաններն ու դրանց կապերը արծաթից էին, և հյուսիսային կողմի համար 100 կանգուն, սյուները 20, և դրանց խարիսխները 20, պղնձից, սյուների ճարմաններն ու դրանց կապերն արծաթից էին, և արևմտյան կողմի համար առագաստները 50 կանգուն, դրանց սյուները 10, և դրանց խարիսխները 10 էին, սյուների ճարմաններն ու դրանց կապերն արծաթից էին, և արևելյան կողմի համար դեպի արևելք 50 կանգուն, մեկ կողմի առագաստները 15 կանգուն, նրանց սյուները 3 ու նրանց խարիսխները 3, և մյուս կողմի համար էլ, այսինքն բակի դռան այս ու այն կողմից առագաստները 15 կանգուն, դրանց սյուները 3 և դրանց խարիսխները 3 էին։ Բակի բոլոր առագաստները շուրջանակի, մանած քաթանից էին, և սյուների խարիսխները պղնձից, սյուների ճարմաններն ու դրանց կապերն արծաթից, և դրանց խոյակներն արծաթապատ, և բակի բոլոր սյուներն էլ արծաթյա կառթերով էին։ Եվ բակի դռան վարագույրը ասեղնագործ էր, կապուտակից ու ծիրանագույնից, և կրկնակի կարմրից ու մանած նրբահյուս քաթանից, երկարությունը 20 կանգուն, իսկ բարձրությունը բակի վարագույրների լայնությանը համապատասխանելով 5 կանգուն էր, և դրանց սյուները 4, և դրանց պղնձե խարիսխները 4, դրանց ճարմաններն արծաթից, և դրանց խոյակներն արծաթապատ, և կապերն արծաթից էին, և խորանի ու բակի շուրջը եղող բոլոր ցցերը պղնձից էին։ Այս է խորանի, այսինքն վկայության խորանի հաշիվը, որ Մովսեսի հրամանի համաձայն Ղևտացիների պաշտամունքի համար Ահարոն քահանայի որդի Իթամարի ձեռքով հաշվվեց։ Եվ նրա հետ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողովիա, փորագրողն ու վարպետ արհեստավորը, կապուտակով և ծիրանագույնով, և կրկնակի կարմրով ու նրբահյուս քաթանով նկարազարդողը։ Այս գործի համար ամբողջ ոսկին օգտագործվեց, այսինքն սրբարանի ամբողջ շինվածքի համար նվիրված ոսկին, 29 տաղանդ և 730 սիկղեր, ըստ սրբարանի սիկղի, և համայնքի հաշվված արծաթը 100 տաղանդ և 1775 սիկղեր, ըստ սրբարանի սիկղի, յուրաքանչյուրից կես սիկղ, այսինքն սիկղի կեսը, ըստ սրբարանի սիկղի, ամեն մեկից, որ անցնում էր հաշվվելով 20 տարեկան և ավելի, այսինքն 603,550 մարդուց, և ծախսվեց 100 տաղանդ արծաթ, սրբարանի խարիսխները ձուլելու համար, 100 տաղանդից 100 խարիսխ, 1 տաղանդ մեկ խարիսխի համար, և այն 1775 սիկղ արծաթից շինեց սյուների ճարմանները, և դրանց խոյակները պատեց և կարդեց դրանք, և նվիրաբերված պղինձը 70 տաղանդ և 2400 սիկղ էր, և դրանից շինեց ժողովքի խորանի դռան խարիսխները, և պղնձե զոհասեղանը, և դրա պղնձյա կասկարան, և զոհասեղանի ամբողջ արգուսարքը, և շուրջանակի, բակի խարիսխները, բակի դռան խարիսխները, և խորանի բոլոր ցցերը, և բակի բոլոր ցցերը, շուրջանակի։